Սիրելի հետևորդներ, քանի որ «Հարսնաձորի լեգենդը» սերիալն արագորեն մոտենում է իր մեծ և տրամաբանական ավարտին, սցենարիստները որոշել են մեր նյարդերի հետ խաղալ մինչև վերջին վայրկյանը։ Այսօրվա դրվագն ուղղակի էմոցիոնալ ռումբ էր, որտեղ փլուզվեցին ամենավառ հույսերն ու բացահայտվեցին ամենաստոր դավերը։ Եկեք միասին վերլուծենք այս շնչակտուր սերիան։ Ամիսներ շարունակ մենք սպասում էինք այս հանդիպմանը։ Թվում էր, թե Հայկն ու Նարեն վերջապես կնայեն իրար աչքերի, կհասկանան այս ողջ դժոխքի պատճառներն ու կմիավորվեն հանուն իրենց ապագա բալիկի։ Բայց իրականությունը դաժան գտնվեց։ Հայկը, կուրացած իր հոր սպանության վրեժով ու ցավով, հանդիպումը վերածում է հարցաքննության և մեղադրանքների տարափի։ Փոխանակ խոսելու երեխայի փրկության և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին, Հայկը էգոիստաբար կենտրոնանում է անցյալի վրա։ Նա մեղադրում է Նարեին Սաքոյի հանցանքի մասին իմանալու և լռելու, և որ ամենացավոտն է, հղիությունը թաքցնելու համար։ Հայկի ականջները խուլ են, նա նույնիսկ չի ցանկանում հիշել, որ և Նարեն, և Սոնան բազմիցս ջանքեր են գործադրել իրեն ճշմարտությունն ասելու համար, բայց ինքն անձամբ է փակել բոլոր դռները։ Այս հոգեբանական ծանր ճնշումը, ամիսների տանջանքն ու սիրելի տղամարդու անարդարացի վերաբերմունքը վերջնականապես կոտրում են Նարեին։ Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է և նա ուշագնաց է լինում։ Միայն Նարեի անկումն ու մոտալուտ վտանգն են սթափեցնում խուճապի մատնված Հայկին, ով գրկած նրան շտապ տեղափոխում է հիվանդանոց։ Կանխատեսում ենք, որ հիվանդանոցի միջանցքում, վախենալով կորցնել Նարեին ու երեխային, Հայկի ուղեղում վերջապես կարթնանա հայրական բնազդն ու իրական սերը։ Մահվան վտանգը կստիպի նրան մի կողմ դնել հպարտությունն ու կենտրոնանալ Նարեին Արմոյի ճիրաններից ազատելու վրա։ Մինչ հիվանդանոցում պայքարում են Նարեի և երեխայի կյանքի համար, Ադամյանների տանը Արմոն հայտնվում է իր իսկ լարված ծուղակում։ Իմանալով, որ Հայկն արդեն տեղյակ է հղիության մասին և վերադարձել է արդարադատություն հաստատելու, Արմոն սարսափում է։ Նա հասկանում է, որ միայնակ անզոր է Հայկի դեմ, և նրան օդի պես անհրաժեշտ է Սաքոյի հովանավորությունը։ Բայց ճակատագրի հեգնանքով Սաքոն հիմա անմեղսունակ է հենց Արմոյի տված դեղերի պատճառով։ Խամաճիկավար Արմոն որոշում է հետ շրջել գործընթացը։ Նա գաղտնի մտնում է Սաքոյի ննջասենյակ, կործանարար դեղերը իրականներով փոխարինելու և Սաքոյին սթափեցնելու համար։ Բայց հենց այն պահին, երբ նա մեջքով շրջված փորփրում է դեղատուփը, սենյակ է մտնում Սաքոն։ Թեև Սաքոյի միտքը դեռ պղտոր է և նա հստակ չի տեսնում, թե ինչ է անում փեսան, սա ճակատագրական պահ է։ Արմոն բռնված է հանցանքի վայրում և հիմա պետք է գործի դնի իր ողջ արտիստիզմը կասկածները ցրելու և մի նոր, համոզիչ սուտ հորինելու համար։ Իսկ այս ամենին զուգահեռ Լալայի հույսերը վերջնականապես փշրվում են։ Հանգուցյալ ամուսնու քրոջ դաժան զանգը ազդարարում է վերջը։ Նրան սառնասրտորեն զգուշացնում են ընդմիշտ մոռանալ երեխայի մասին։ Զոհաբերելով ամեն ինչ, կորցնելով մարդկային դեմքն ու մտնելով կեղտոտ խաղերի մեջ, Լալան մնաց կոտրված տաշտակի առաջ։ Երբ մայրն այլևս կորցնելու ոչինչ չունի, նա դառնում է անկանխատեսելի և անսահման վտանգավոր։ Հարգելի հետևորդներ, իսկ դուք ինչպես եք գնահատում Հայկի պահվածքը Նարեի հետ հանդիպման ժամանակ։ Արդյոք նրա արձագանքն արդարացված էր, թե նա պարտավոր էր առաջնահերթ մտածել իր ապագա բալիկի անվտանգության մասին։ Գրեք ձեր կարծիքները այս տեսանյութի ներքևում։ Շնորհակալություն դիտելու համար։